ներհակության լուծումը։ Այսօր աղոթք է լինելու, Վեհափար Հայրապետի գլխավորությամբ աղոթք է լինելու, մենք մեր խնդրանքը Աստծո առջև ենք դնելու, միաբանական աղոթք ենք անելու եւ գնանք ամեն մեկս մեր տուն, մեր հանգստին։ Բայց պահանջում են կաթողիկոսի հրաժարականը եւ լարվածությունը դեռ չի։ Մշտապես ասել ենք, որ կաթողիկոսը ամենայն հայոց հայրապետը ինչև իր կյանքի վաղճանը մնալու է իբրև ամենայն հայոց կաթողիկոս։ Սակայն իշխանությունը չի կրկում, չի զիջում, շարունակում է պահանջել 10 եպիսկոպոսներ են նստել Փաշինյանի ձեռքը, հետևաբար նրա պահանջին են միացել իշխանության պահանջին։ Ես նորից կրկնում եմ, պնդում եմ ամենայն հայոց կաթողիկոսը իր գահին նստելու է մինչև իր կյանքի վաղճանը եւ օրհնելու է բոլորիս։ Եվ այսօր էլ մենք մեր աղոթքն անելու ենք, ամբողջ այստեղ հայեր են հավաքված, քրիստոնյաներ եւ Աստված բոլորին օրհնի, միասին մեր հոր գլխավորությամբ աղոթք ենք անելու եւ ինչպես արդեն ասացի, գնալու ենք մեր տուն։ Շնորհակալություն եպիսկոպոսների քննադատության մասին, թե կաթողիկոսը միանձնյա է այս տարիներին կառավարել, թերի է եղել կառավարումը, արդյոք աչքի փակել Վեհափարը բոլոր խնդիրներին։ Ես միշտ ասել եմ, ես պարզ քահանա եմ եւ հիմա էլ կպնդեմ, ես պարզ քահանա եմ եւ ամենայն հայոց կաթողիկոսը երբեք առանց իր որդիների կարծիքը հարցնելու որևէ որոշում չի կայացրել ու չի կայացնում։ Եկեղեցին մեծ ընտանիք է եղել, պիտի լինի եւ պիտի շարունակի իր տիրավանդ, Տիրոջը ավանդելու, Տիրոջը ժողովրդին ներկայացնելու ուղին եւ ամենայն հայոց կաթողիկոսը իր սիրով, իր նվիրվածությամբ ժողովրդի նկատմամբ սիրով, Աստծո նկատմամբ սիրով շարունակելու հովվել եւ հովվապետել։ Կաթողիկոսին դավաճանացնողի վրա կաներ պետք է պատժվեն։ Ես միշտ ասել եմ, որևէ որակում չեմ տալու, չենք տվել, այդ պարզ պատճառով, որ պարզ քահանա ենք, այստեղ եկողը պիտի օրհնություն խնդրի Վեհափար Հայրապետից, ուրիշ նպատակ չպիտի